Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական մի շարք ապրանքների ներմուծումը։ Ակնհայտ է, որ սա տնտեսական հետևանք ունեցող քաղաքական որոշում է, որի նպատակը մեկն է՝ ստիպել Հայաստանին հրաժարվել դեպի Եվրոպա շարժվելու մտադրությունից։ Հայաստանի իշխանությունները սակայն շարունակում է ռուս գործընկերներին համոզել, թե մեկը մյուսին չի խանգարում, կամ ավելի ճիշտ առայժմ չի խանգարում։ Ու քանի դեռ բանակցությունները անօգուտ են, կառավարության անդամները խոսում են արտահանման շուկաների դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ այդ ընթացքում ռուսական շուկայում հայկականին փոխարինելու են գալիս ադրբեջանական, վրացական ու այլ երկրների արտադրանքը, ու հարցը, թե սահմանափակումների վերացումից հետո հայկական ապրանք արտադրողները կվերականգնեն իրենց դիրքը ռուսական շուկայում, հռետորական չէ։ Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ից ու մասնավորապես Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու մասին կառավարությունում պետք է վաղուց մտածեին։ Եթե օրինակ 5 տարի առաջ ուղիներ փնտրեին, գործարարների հետ աշխատեին ու հայկական ապրանքները Եվրամիության, Կենտրոնական Ասիայի, արաբական երկրներ արտահանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեին, այսօր ստիպված չէին լինի արտահանման խնդիրները մեղմելու նպատակով տնտեսվարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Օրինակ, ջերմոցում աճեցված ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց պետությունը 770, լոլիկի դեպքում 275, պղպեղի 1 կիլոգրամի համար 400 դրամ է փոխհատուցում։ Լավ, ինչ է պետք անել, որպեսզի աջակցության կարիք այլևս չլինի։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե ջերմատնային բիզնեսը, գյուղացիական տնտեսությունները, ինտենսիվ այգիները վարկային խնդիրներ ունեն եւ կառավարությանը ծրագրեր են ներկայացրել, առաջարկելով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում։ Նորից հարցնեմ, դեռ որքան այս գործընթացը պետք է շարունակվի։ Խնդիրների լուծման համակարգային մոտեցում է անհրաժեշտ, այլապես ֆինանսական աջակցության դադարեցումը ոչ միայն կզրկի պետությանը հարկային մուտքերից, այլև աշխատատեղերի փակման հետևանքով սոցիալական նոր խնդիրներ կստեղծի։ Սուր թեմայի տաղավարում արտահանման խնդիրներն ու հնարավոր լուծումները քննարկել ենք գործարար Արա Մարությանի հետ։ Գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք։ Մեր ինչքան ուզում է լավ որակ լինի, եվրոպացուն կարծրատիպային եվրոպացուն շատ դժվար է սովորացնել նոր պրոդուկտի։ Հիմնականում Ռուսաստանն դուրս գալի։ Շաբաթ մի 100 կիլո, 150 կիլո տալիս եք, մի չկա։ Եթե դուրս չգնաց, ես 500 դրամ չեմ կարող ծախել։ Չեմ անելու էլ, տակ եմ տալի, անեմ ինչ անեմ։ Սաղ ծաղկել է այնա, փչացել է։ Շատ ժամանակ հետ ենք բերում, թափում։ Ովքեր որ թափում են, դրա համար եմ ասում, աջակցության չափը մեծացնում են։ Հայտնվել ենք անելանելի վիճակում։ Ձգնաբուծության նոր շուկաներ ճարելու համար դրա համար պետք է բավականին մեծ ժամանակ եւ լուրջ ներդրումներ։ Ռուսաստանը հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներ է մտցրել, որ արտադրողներն են խնդրի առջև կանգնել, չունենալով արտահանման այլընտրանքային ուղղություններ եւ չկարողանալով իրացնել արտադրանքի ողջ ծավալը տեղական շուկայում։ Հիմնականում դա վերաբերում է խմիչքներին, ձկնամթերքին, բանջարեղենին, մրգերին եւ որոշակի ապրանքներ, ասենք, որոնք անցնում են որոշակի զննման, որի դիմաց գանձվում են գումարներ, որը բարձրացում է ապրանքների ինքնարժեք, այդ թվում պահածոներ կամ եւ այլն։ Խնդիրները հիմնականում վերաբերում են որպես պատճառաբանություն կապված սանիտարական, սննդի անվտանգության հետ կամ ծաղիկների հետ կապված այդ միջատների, մի խոսքով կապված են այն բաները, որ հանկարծակի միանգամից առաջացան։ Դա ոչ մի անգամ խնդիր չի առաջացրել, խնդիրների դեպքում էլ լուծումները եղել են։ Լուծել են, ասենք, ենթադրենք ջերմոցներում եղել է, մարտի Ռոստեխնadzորը դրել է կամերաներ, որով հետևել է այդ աշխատանքին եւ այն ջերմոցները, որ անցել են, խնդիր չեն առաջացրել կամ բան։ Հիմա այդ բնականաբար արդեն ամբողջովին է փակված պատճառաբանության, որ գտել են ենթադրենք այսքան միլիոնի մեջ, այսքան հատիկ, որը նշանակում է ամբողջովին փակենք։ Հայկական ապրանքները Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի, արաբական երկրներ արտահանելու հնարավորություն կա, ինչ խնդիրների են բախվում հայ գործարարները եւ ինչպես է հնարավոր լուծել դրանք։ Ամեն մեկ ունի իր սպეციფիկը, բայց հիմնական պատճառը երկուսն է։ Մեր առայժմ արտադրանքի բարձր ինքնարժեքը, որը որ տարբեր գործոններով հնարավոր է մեղմացնել, եւ հիմնականում նաեւ սանիտարական եւ ասենք սննդի անվտանգություն կլինի կան
այս րոպեի լուծող խնդիրներ, որ կարելի է հենց հիմա լուծել, կամ միջ ժամկետային խնդիրներ եւ հեռակային խնդիրներ։ Այս բոլորն էլ հնարավոր է ասել եւ դրանք բոլորը լուծող բաներ են, բայց ժամանակի ընթացքում ուղղակի պետք է իմ կարծիքով ստեղծվի արագ օպերատիվ շտաբ, որպեսզի կարողանանք բոլոր ուղղություններով աշխատել։ Մենք արդեն մոտավորապես 8 տարի ասում ենք այդ կառույցի անհրաժեշտությունը, որ մինչև այսօր դեռ չկա։ Վերաբերվում է արտահանման գործակալության կամ որևէ կառույց, որը պետք է լինի բավականին բարձր կարգավիճակով, այսինքն դրա մեջ ընդգրկված լինեն եւ փոխնախարարներ, եւ ասենք կենտրոնական բանկի նախագահի գոնե տեղակալ կամ եւ Պեկինա վերաբերում եւ բոլոր կառույցները, որպեսզի արագ կարողանանք այդ օպերատիվ լուծումներ տանք։ Ես համարում եմ արտակարգ իրավիճակ մեր արտադրողների համար։ Եթե այսօր գործարանը չգիտի որտեղ ծախի, այսինքն ինքը չգիտի ինչ վերցնի, ֆերմերներից ինչ վերցնի, սա ցեպշկա է, որ գնում է, լոգիստիկան է կանգնում, բոլոր իհարկե լուծումը այս րոպեն ես չեմ կարող ասեմ, որ դա կլուծվի։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար, ինչ աջակցություն են ակնկալում արտահանման դժվարություններ ունեցող տնտեսվարողները եւ արդյոք որոշ ապրանքների մասով տրամադրվող ֆինանսական աջակցությունը բավարար է։ Բնականաբար բավարար չի, եթե գնային բան ենք նայում, հա, ասենք ծաղիկը 37 դրամ կամ գինին 270 կամ բան դες թվերը։ Հիմա պետությունը պետքա օգնի մեզ, ովքեր որ ծրագրեր ունեն, գոնե քննարկենք առաջինը։ Ամեն մեկ առանցին յուրահատկություն ունի, անկեղծ ասած, շուկաների հետ կապված։ Պետք է այդտեղ աշխատեն մեր դեսպանատները, բայց էլի բոլոր դեպքերում այդտեղ էլ պետք է վերցնի այդ առևտրի կենտրոնը մեծածախմեր։ Այսինքն պետությունը պետք է գնի, ոնց որ սովետական Վեդենխայի նման։ Եվ այնտեղ մենք աշխատենք, այնտեղից սկսի աշխատել, բազաները պետք է գնի։ Որպեսզի պատկերացեք արենդայով չի լինի, որովհետև մի տարի, 2 տարի հետո արենդա տալողը կամ պետքա բարձրացնի, տեսնի լավ է աշխատում, կամ էլ արդեն եթե դու արդեն տեղը ունես, ինքը կարա գո բիզնեսը շարունակի դաժե ուրիշ երկրի հետ, մինչև, այսինքն այդպես խնդիր չկա։ Սրանք կոնկրետ ֆիլտրացված առաջարկներ են։ Վերջերս հայտարարել եք, որ պետության եւ գործարանների միջև անջրպետ կա։ Որն է դժգոհության պատճառը եւ ինչ լուծում եք առաջարկում։ Օրինակ պետություն ունի որոշ բարեփոխումներ, հա, ռեֆորմներ ունի կապված մաքսազերծման հետ, որ ասենք նոր չի մաքսազերծումը, Եվրոմիություն ուղարկված ապրանքը, ինքը մաքսազերծման ենթակա է, բայց բացի մեծերից, օրինակ իմ գործընկերներից միջին արտադրողներ կան, ճիր կամ բան, արմավիրից բանից, որոնք ուղարկում են Ֆրանսիա կամ բան, բայց այս գումարները հետ ստանալն է, իրանց համար պարզ չի։ Այսինքն դա պետքա մի հատ նամակ, պետքա ընդեղից թղթեր կազմակերպել, այսինքն ֆերմերի համար սա բավականին աշխատատար process է, որ ինքը թողի դրանով զբաղվի։ Այսինքն այս կապը սա մեկ, որ ասենք կարելի է, երկրորդը մի պատուհանի սկզբունքը, որ ավելի հեշտ լինի, ինչա դա նշանակում, ինչ օրենքներ են, ինչ բաներ են գործում, որ մարդը հարցնի եւ ստանա շատ պատասխանը տվյալ երկրի իր բիզնեսը։ Այսինքն այն կառույցը, որ ես առաջարկում եի ստեղծվի, այդ կառույցը այդ բոլոր հարցերը լուծում է։ Խոսքը սրա մասին է։ Եվ նաև անջրպետ ասելով, նաև էսա, որ ասենք այս ծրագրերը իրար հետ առայժմ չի ստացվում քննարկել պետության հետ։ Մենք արդեն երևի մի 8 տարի ծրագրեր ենք տալի, հանդիպումներ ենք ունենում, բայց ասենք դեռ հələ արդյունք չկա։ Ըստ տեղեկությունների ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը զբաղեցրել են ադրբեջանական, վրացական եւ այլ երկրների արտադրանքները։ Եթե վաղը Ռուսաստանը չեղարկի սահմանափակումները, հայկական ապրանքները ռուսական շուկա ողջ ծավալով հնարավոր կլինի վերադարձնել։ Հնարավոր չի լինի, որովհետև ոչ մեկը չէր սպասի, ասենք ազգուկա վկուսան կամ բանը, վկուսվիլը կամ բանը, տարակները թողեն, մինչև երբ պետքա այս հարցերը լուծվի։ Բնական է, ոչ միայն բան, շատ արագ լուծվում է։ Եվ այստեղ ուրիշ խնդիր է առաջանում, նաև քիմքի հարց է փոխում, ճաշակի հարց է փոխվում, արդեն մարդիկ սովորում այդ կապ չունի Ադրբեջանը որտեղի է։ Վերջին հաշվով այդ դարակները լուծվում է։ Հիմա բացառիկ ապրանքներ, որ կարան վերադառնան, ենթադրենք 20-30%-ով օրինակի համար, ոչ ավել, ասենք կարող է դալի սև խավիարը։ Մնացած բոլորը արդեն դրանց տեղը արդեն շատ դժվարությամբ կամ նորից ասում եմ, մարդիկ մինչև $100,000 փողեր են ծախսել այդ դարակները գրավելու համար։ Միանգամից հնարավոր չի։ Բայց ուրիշ տեղեր իհարկե մի քիչ աշխատել, լավ աշխատանքի դեպքում հնարավոր ուրիշ շուկաներ գրավել, շատ պետքա պետության օժանդակությունը, որտեղ անհատով ինչքան էլ անես կամ ասենք ընդեղի բարի ցանկությունով գործընկերներով պետքա Հայաստանը առանցին ներևա։
Ինքը Հայաստան էր, որ շատերը չեն լսել Հայաստանի մասին։ Դրա համար եմ ասում, պետք է լինի հայկական մեծածախ բազաներ, հայկական բազա եւ դրանք եւ հայկական ամենակարևորը հայկական առևտրային ոգին դա վերականգնելը հնարավոր է։ Այսինքն նույն ցանցը, որ ասում, դա միայն հայկական ապրանքի չեմ ասում։ Հնդկաստանը պատրաստ է, Իրանը պատրաստ է, Եգիպտոսը պատրաստ, բոլոր այդ կապեր ունենք։ Պատրաստ են շատ էժան ապրանքներ տան կամ տան մենք վերափոխենք, օրինակ հիմա Իրանը տալիս է նուրը, մենք սարքում ենք նրան հյութ, չէ՞ օրինակ կամ տոմատը բան։ Սա էլ է շատ լավ, դա սա գինա իջացնում եւ դարձնում է հայկական։ Սա էլ է մտած այս իմ ասած ծրագրերի մեջ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողը կհաստատի, որ մոր կողմից լքված ընտանիքների պատմությունների շատ են անդրադարձել։ Ու քանի որ մոր ու երեխաների անկապտելի կապը ստեղծողը բնությունն է, նկատի ունեմ, որ երեխան միակն է, ով տեսել է մոր սիրտը մոտիկից, նման արարքները մեր հանրության կողմից խիստ դատապարտվել են։ Այո, մի բան է, երբ հայրն է լքում ընտանիքը, մեկ այլ բան, երբ երեխաներին բախտի քմաճույքին թողնում է մայրը։ Ներկայացվող տեսանյութի հերոսը 45-ամյա Հարություն Մանուկյանը իր զավակի Նորայրին, որին 8 ամսական հասակում լքել է մայրը, բախտի քմաճույքին չի թողել։ Հարագացում բնակվող Մանուկյանների ընտանիքի ապրուստի միջոցներն են Հարությունի մոր թոշակը, երեխայի նպաստն ու տնամերձ փոքր հողամասը, որտեղ կարտոֆիլ ու ազնվամորի են մշակում ու վաճառում։ Բայց վաճառքից գոյացող այդ փոքր եկամուտի երեսը չեն էլ տեսնում, որովհետև ամեն ամիս ստիպված են կլորի գումար վճարել տարիներ առաջ այրված տանկատուրը փոխելու նպատակով բանկից վերցրած գումարը սպասարկելու համար։ Սակայն նրանց հիմնական դարդը ոչ թե օրվա հաց հայթայթելն է, այլ 14-ամյա Նորայրի առողջական խնդիրն է։ Նորայրի կյանքը վերածվել է իսկական մղձավանջի։ Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Ձախ աչքը չի տեսնում, իսկ աջ աչքի տեսողությունը շատ թույլ է։ Որպեսզի երեխան վերջնականապես չկորցնի տեսողությունը, անհրաժեշտ է վիրահատություն, որն իրականացնում են Սանկտ Պետերբուրգում, բայց դրա համար ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ, ինչը բնականաբար ընտանիքը չունի։ Ու թեև Հարությունը ինքն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց ցանկությունը մեկն է՝ վերականգնել որդու տեսողությունը, որպեսզի կարողանա ապրել լիարժեք կյանքով։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Կքանդեն դժվարության պատնեշը» տեսանյութը։ Կան պատմություններ, որոնք դժվար է լսել ու զսպել հուզմունքը։ Ոչ թե այն պատճառով, որ դրանց մեջ աղմկոտ ողբերգություն կա, այլ որովհետև դրանցում անսահման լռությունն է տիրում։ Այն լռությունը, որի մեջ մարդիկ տարիներով իրենց ցավն են կրում, առանց որևէ մեկից որևէ բան պահանջելու։ Լռությունը վաղուց է այս ընտանիքի հույսը։ 14-ամյա Նորայրը դեռ 8 ամսական երեխա էր, երբ նրա մայրը հեռացավ նրանցից։ Այսօրվանից նրա ամբողջ աշխարհը դարձավ մի մարդ, հայրը, 45-ամյա Հարություն Մանուկյանը։ Էդի եղավ իմ վերջի բան, всё խաչեմ քաշե ու դատարան տվեց երեխուց դաստիարակություն, խնամակալություն վերցրի ին վրա, 4 նիստ եղավ, 4 նիստից ոչ մի նիստի չի եկել ներկայացել, չի մասնակցել։ Չտեսեր է, ինքն չկինա, ով է եղել իր մաման։ Բերետրես ես դրան, բանը շորի վրեն, իրան լավ զգալով, մի տոբրա քրճու պալասում էր, կոմեց, ու կնաց, ադենս մայրք եղնի։ Տարիները գլորվեցին, Նորայրը մեծացավ, բայց նրա կողքին հաստատական մնացին հայրը, տարեց տատը։ Հայրը սովորել է ծնողական ամբողջ պատասխանատվությունը միայնակ տանել իր ուսերին, երբ պետք էր գրկել ու մխիթարել, երբ պետք էր խիստ լինել, երբ պետք էր նաև մայրական ջերմություն տալ։ Նա երբեք չի փորձել բացատրել որդուն, թե ինչու է կյանքը նրանց համար այսքան ծանր դասավորվել։ Պարզապես ապրել է նրա համար։ Համ մեր եղե, համ հեր եղե, ես էլ տենց լողացու, մինչև առեսօր, դժվար, շատ դժվար։ Ինչքան ապամպես փող է հարուտիկն, ինչքան մինչև մգայել մամ դու երևի լավ չլվանա շլող գծուս։ Տնա ինքն տրորա ոդներ ծերներ։ Հարությունն ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Մի աչքը պրոթեզավորված է ու շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ապրել սահմանափակ տեսողությամբ, եւ հենց այդ պատճառով ամենամեծ վախը մեկն է, որդին չկորցնի նեւ այն փոքրիկ լույսը, որն այսօր դեռ պահպանվում է։ Նորայրի ձախ աչքը ընդհանրապես չի տեսնում։ Աջ աչքի տեսողությունն էլ շատ թույլ է եւ շարունակում է վատանալ։ Բժիշկներն ասում են, անհրաժեշտ վիրահատություն
վիրահատությունը կարող է հնարավորություն տալ պահպանել տղայի տեսողությունը։ Այդ վիրահատությունն իրականացվում է Սանկտ Պետերբուրգում, բայց այդ ճանապարհը այս ընտանիքի համար այսօր թվում է անհասանելի։ Կուրանալու վտանգ կա։ Երեխու մոտ այդ վիճակն է։ Երեխան չի տա։ Ցախ աշկով իսկ աչ աշկը հսկողության տակ հենց հիմա մեր պայքարը այդ միակ աշկն է, որ ասեն կարողանան գոնե այդ եղած տեսողությունը պահպանենք։ Հիմա երեխուն պահանջում է կրկին կրկնակի վիրահատություն, բուժում արտերկրում, տենց։ Ես որ տղաներ են տեսնում, իրանց աշկերը որ սա նորմալ, իրանք տեսնում են, կարան գրեն, կարան կարդան, բայց ես որ էդի չունեմ, ոչ կարամ գրեմ, ոչ կարամ կարդամ, մի քիչ նեղվում եմ բանը մոտս էլի։ Տղան խելացի է, համեստ, զուսպ ու աշխատասեր։ Երբեք չի դժգոհում, երբեք իր համար առանձնահատուկ վերաբերմունք չի պահանջում։ Պարզապես փորձում է ապրել այնպես, ինչպես իր հասակակիցները, իսկ երազանքը մեկն է։ Երազանքը այն է, որ ես այս աշխարհս տեսնեմ, կարդամ, գրեմ ու լիքը ես նպատակներ ունեմ։ Ուզում եմ դառնամ խոհարար։ Այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում։ Կուտակված պարտքերը հասնում են միլիոնների։ Այսօր նրանց տունը դժվար է անվանել տուն։ Տարիներ առաջ նույնիսկ տանիքն է այրվել։ Զամեկալու պատճառով այրվեց 4 միլիոնի գույքային վնաս կրեցի։ Հիմա պարտքերի մեջ ես։ Հա, հետո այս տանիքս նորից վերականգնելու համար, վերանորոգելու համար լրիվ զրոյից հավաքել եմ կրիշը պարտքերով։ Նո բավականին մեծ պարտքեր կա վրաս։ Այստեղ չկա տաք ջուր, բաղնիք, չկան ապրելու համար ամենատարրական պայմանները։ Ձմռան ցրտին ջուրը տաքացնում են, որ կարողանան լվացվել։ Ամեն օր ստիպված են հարմարվել այնպիսի պայմանների, որոնց մեջ շատերը նույնիսկ մի քանի օր չէին կարող դիմանալ։ Սակայն այս տանը երբեք չես լսի բողոք։ Հարությունը սովոր է չբողոքել։ Ասում եմ, միայն տղաս լավ լինի։ Նրանց ապրուստի հիմնական միջոցը թոշակներն են, երեխայի նպաստը եւ փոքրիկ տնամերձ հողամասը։ Այդ հողակտորը այս ընտանիքի հույսն է։ Գարնանը մշակում են կարտոֆիլը, խնամում են ազնվամորին, հավաքում բերքը, վաճառում են, որպեսզի կարողանան մի փոքր գումար վաստակել։ Տանջանք կա։ Եկամուտը չկա, չէ՞։ Դո ինչ եկամուտ կա։ Ամեն վաստակած դրամի հետևում տքնաջան աշխատանք կա, հաճախ նաև ցավ, բայց նույնիսկ զոր ու գիշեր չարչարանքով վաստակածը չնչին է, չի կարող ապահովել այն գումարը, որն անհրաժեշտ է Նորայրի վիրահատության համար։ Երեխուս այս վիրահատությունը բուժումները չլիներ, մենք շատ հեքիչ կկարողանանք նորմալ ասենք յոլա գնալ, բայց այն ինչը որ կապված է արդեն նման մեծ ծախսերի հետ կապված, այդ իմ համար մեծ խնդրեմ է, քանի որ ասենք արտերկիր տանել նման ծախսեր, նման վիրահատությունը մեծ հաճույք է, թանկ հաճույք է։ Հարությունը երբեք իրեն չի խնայել։ Առավոտից երեկո մտածում է միայն որդու մասին, ինչպես կերակրի, ինչպես հագցնի, ի վերջո, ինչպես բուժի, պահպանի նրա աչքի տեսողությունը։ Նա վաղուց մոռացել է, թե ինչ է նշանակում իր համար ապրելը։ Ինքը իր տեսակով էլի կասե ինձանից ավելի պայքարող է, ավելի դիմակայող է, ինքը շատ զուսպ երեխա է, ինքը շատ բաներ կարա նկատի, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Երբ տղան հիվանդանում է, հայրը գիշերները չի քնում։ Երբ տղան հուսահատվում է, հայրը ժպտում է, նույնիսկ եթե այդ պահին ինքն է ներսում կոտրված։ 14 տարի անտրտունջ ծառայել է երեխային, եւ այսօր այդ ուժեղ հայրը կանգնել է մի խնդրի առաջ, որը այլևս միայնակ լուծել չի կարող։ Որքան էլ աշխատի, որքան էլ խնայի, որքան էլ զրկի իրեն ամեն ինչից, որդու վիրահատության գումարը հավաքել չի կարող։ Միշտ երազել եմ պրոստը ուղղակի երեխուն առողջ տեսնեմ, հասկանամ, որ իմ երեխան էլ ինքը իր վիճակից, իր առողջական վիճակից գոհ է։ Ну, յուրաքանչյուր ծնողի երազանքն է, որ իր երեխուն կարենա արդյունքի հասցնի։ Մարդու կյանքում ամենաթանկ բանը աչքի լույսն է ու մայր բառն է։ Շատ նեղում է։ Ես երազում եմ, որ մի օր արտանամ ու այս աշխարհս տեսնեմ, բայց Նորայրը չի կորցրել հավատը, որ մի օր կկարողանա տեսնել ավելի լավ, սովորել, մասնագիտություն ձեռք բերել ու ապրել լիարժեք կյանքով։
Գուցե ձեր աջակցությամբ այս տղան վաղը կարողանա տեսնել արևածագը, առանց ցավի կարդալ իր առաջին գեղարվեստական գիրքը, ավարտել դպրոցը, ընտրել իր մասնագիտությունը։ Տղան չի վհատվում, որ հայրն էլ հույսը չկորցնի։ Ասում է, գիտի գալու է օրը, որ կասի հորը. «Պապ, ես լիարժեք տեսնում եմ»։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Մեկ սխալ բժշկական որոշում զորակոչ եւ մի ամբողջ կյանք կարող է փոխվել։ 21-ամյա երիտասարդը զորակոչային հերթական ստուգումներից լուր դուրս եկավ։ Այն առողջական խնդիրը, որով ես տարգետում եմ ստացել, ել չի համարվում ծառայությանը համար անհամատեղելի։ Վերջին շրջանում նման դիմումների պակաս չեն ունեցել նաեւ իրավապաշտպանները։ Հիվանդությունների աստիճանները կամ տեսակները հասցվել են մինիմալի։ Ընտրովի արդարության սկզբունքն է աշխատում։ Սխալ առողջական վիճակի հետազոտման արդյունքում առողջական խնդիրը կարող է բավականին շատ խորանալ։ Ստիպված եղա պետբժշկական հանձնաժողովի որոշումը բողոքարկել։ Պարզվեց առողջականումս բացասական փոփոխություն կա։ Առողջական վիճակի գնահատումը փաստացի սահմանափակվում է հանձնաժողովի որոշմամբ։ Առնվազն 2 հանձնաժողով են։ Իսկ դա ամիսների գործընթաց է։ Սեղմվում է նույն զինծառայության հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը։ Ողնաշարի ծրվածությունը այն աստիճանի է, որ թույլ է տալիս ծառայությունը իրականացնել։ Հիմնավորումների շարքին ավելացնում են հենց ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի կրճատումը։ Հակասական որոշումներ։ Անկանոն շինարարություն։ Էլի հիմնականում քաղաքներում։ Մեծ է հավանականությունը, որ այն կարող է քանդվել։ Կադաստրով, բանով ամեն ինչը օրինական քարից գարաժը սարքել են։ Երևանի ավականին կարողանալու է պարզեցված ընթացակարգով ինքնակամ շինությունների քանդման մասով որոշումներ կայացնել։ Պրանաբը գալիս է, ինչ հանձնարարում է, մենք դա էլ անում ենք։ Մարդը դիմում է վարչական դատարան եւ պահանջում ոչ իրավաչափ ճանաչել քաղաքապետարանի գործողությունները։ Մեր հայցը բավարարվեց։ Մարդկանց մոտ հարց է առաջանում, թե արդյոք մյուսների արյունն ավելի կարմիր է։ 3 գարաժը քանդում են, այն 6 գարաժը թողում են։ Իրականում օրենսդրությունն այս մասով շատ հստակ սահմանումներ ունի։ Պարտավոր է ցուցաբերի նույնական միատեսակ մոտեցում։ Խորհրդարանի կողմից վերջերս ընդունվել է ինքնակամ շինություններին վերաբերող մեկ այլ օրինագիծ եւս։ Մենք այդտեղ լիքը հարցեր ենք ունենալու։ Երբ ընտրություններից մի քանի ամիս առաջ գործադիրը հայտարարեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից 18 ամիս սահմանելու մտադրության մասին, շատերը, այդ թվում մենք, ամբոստացանք։ Ամբոստացանք, որովհետև հասկանալի չէր, թե ինչպես է համալրվելու բանակի թվակազմը, որը նոր իրողությունների պայմաններում նվազելու է 25%-ով, ինչը մշտապես պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրի համար չափազանց խնդրահարույց է։ Որքան էլ իշխանությունները ավետ են խաղաղության դարաշրջանի մասին, ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմի դասական ճշմարտությունը ոչ ոք չի հերքել։ Բայց փաստորեն կառավարությունը այդ քայլը հապճեպ չի կատարել։ Դրան ուղեկցող մի շարք որոշումներ է կայացրել։ Մասնավորապես վերանայել է զինվորական պիտանեության ցուցակը, այսինքն սահմանել է, թե ինչ հիվանդությունների դեպքում է քաղաքացին կամ զինծառայողը համարվում պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Իրավասուների վստահեցմամբ նոր փոփոխություններով կբացառվեն այն դեպքերը, երբ բուժում չպահանջող կամ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող խնդիրների պատճառով քաղաքացիները ազատվում էին ծառայությունից կամ ստանում տարկետում։ Մինչդեռ մեր խմբագրություն ահազանգողները լրիվ այլ բան էին ասում։ Մասնավորապես նշում էին, թե սրտի զարգացման անոմալիաներ, գլխուղեղի անգիոմա եւ ստոծանոց ճողված ունեցող երեխաներին, որոնք նախկինում 3 տարով ազատված են եղել զինծառայությունից մինչև բժշկական հաջորդ փորձաքննությունը, անխտիր զորակոչում են ծառայության։ Ու եթե հավելենք փաստը, որ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի մի շարք հիվանդություններ կառավարությունը ճանաչել է սահմանափակումով պիտանի, կարելի է հասկանալ, թե ինչու է նաև համացանցը ողողված ծնողների զայրույթով։ Փոխարենը ուրախ են այն զինվորների ծնողները, որոնց երեխաները հայրենիքին ծառայելու են ոչ թե 24, այլ 18 ամիս։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի անտրամաբանականի լաբիրինթոսում տեսանյութը։ 21-ամյա երիտասարդը զորակոչային հերթական ստուգումներից լուր դուրս եկավ։ 18-ում առողջական խնդրի պատճառով տարկետում էր ստացել։ Հիմա բժշկական հանձնաժողովը որոշել է սահմանափակումով պիտանի է զինծառայության համար։ Կարգն է փոխվել։ Տարկետման ժամկետս լրացավ, կանչեցին հերթական ստուգումներին ու պարզվեց, որ կարգը փոխվել է։ Այն առողջական խնդիրը, որով ես տարկետում եմ ստացել 3 տարի, այսինքն ինքը աննշան խնդիր չէր այն ժամանակ։ Չէ որ 3 տարով էին հետ գցել, ել չի համարվում ծառայությանը
համար անհամատեղելի։ Ինձ համար ասում են սահմանափակումով պիտանի ես ծառայության, բայց առանց իմ բուն առողջության ստուգելու մենակ այն խնդիրն են ստուգել, որով հետ էին գել։ Ստիպված եղա պետբժշկական հանձնաժողովի որոշումը բողոքարկել, հետո նաև հավելյալ ստուգումներ անցնել։ Այս դեպքում արդեն սեփական միջոցների հաշվին, շարունակում է մեր զրուցակիցը։ Պարզվեց առողջականումս բացասական փոփոխություն կա, այլ խնդիրներ են առաջացել։ Իսկ զինկոմիսարիատում ասենք սկի քաշս ու բոյս նորմալ չչափեցին։ Նայեցին թղթերին, դեմքիցս ասեցին, թե այն ժամանակ այսքան ես եղել, հիմա այսքան կլինես։ Ու միջև այս պահը չգիտեմ ինչ են որոշելու վերջը։ Այս օրինակ բազմաթիվ ահազանգեր է ստացել Սուրանկյան խմբագրությունն անցնող շաբաթների ընթացքում։ Վերջին շրջանում նման դիմումների պակաս չեն ունեցել նաև իրավապաշտպանները։ Հիվանդությունների գնահատման չափանիշների փոփոխությամբ պայմանավորված նախկինում զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացիներն այլևս պիտանի են, համաձայն կարգ-կանոնի, որը խմբագրել է կառավարությունը։ Առողջական այդ խնդիրներով փաստացի տարկետման հնարավորություն էլ արդեն չեն ունենա նաև այն տղաները, ովքեր նոր են հատել չափահասության, ուրեմն նաև զորակոչային տարիքի շեմը։ Հիվանդությունների աստիճանները կամ տեսակները հասցվել են մինիմալի, նվազեցվել են, նույնիսկ հարթաթաթության դեպքեր ունենք, որ նախկինում եթե նմանատիպ հարթաթաթության աստիճանի քաղաքացի էր, զինծառայությունը չէր թույլատրվում, որովհետև համարվում էր, որ համապատասխան կոշիկները կրելը վերջինիս չի թույլատրվում։ Հիմա տվյալ քաղաքացուն ասում են ոչ, դու կարող ես արդեն ծառայել, բայց հարց է առաջանում առողջական վիճակի հետ կապված փոփոխություն տեղի չունեցել տվյալ անձի մոտ։ Միայն որոշման փոփոխմամբ մարդու առողջության փոփոխություն արդյոք տեղի ունենում։ Իհարկե ոչ։ Ընդ որում վերջին տարիների պրակտիկան փաստաբան Հասմիկ Բալաբեկյանի մոտ համոզմունք է ձևավորել, որ պարտադիր ժամկետային ծառայության հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը կառավարությունը կրճատում է կամայականորեն։ Մեղմացված չափանիշները նրա գնահատմամբ չեն համապատասխանում բժշկական ցուցումներին, ընդհակառակը հակասում են առողջության պահպանման համար անհրաժեշտ մոտեցումներին։ Քաղաքացին ուներ ողնաշարի ծռվածություն, հանձնաժողովը մի քանի անգամ զննության արդյունքներով, ընդ որում մենք գիտենք, որ կոնկրետ բժշկական հաստատությունն է պետության կողմից ուղղորդվում։ Տրվում էր եզրակացություն, որ քաղաքացու ողնաշարի ծռվածությունը այն աստիճանի է, որ թույլ է տալիս ծառայությունը իրականացվի նրա կողմից, բայց երբ որ քաղաքացին դիմում էր մասնավոր բժշկական հաստատություն, ստացվում էր այլ պատկեր։ Թերի առողջական վիճակի արդյունքների ներկայացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Սկսած, այսպես ասած, մատների արանքով նայել, ուղղակի թեթև արձանագրել խնդիրը, ոչ բոլորը ունեն հնարավորություն սեփական ֆինանսական միջոցներով հետազոտություններ անցնելու եւ ապացուցելու, որ առողջական խնդիրը իրապես առկա է։ Այսինքն ստացվում է այնպես, որ միայն նրանք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ, կարողանում են ապացուցել, որ իրենց առողջական խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության հետ։ Ընտրովի արդարության սկզբունքն է աշխատում, շեշտում են մասնագետները, հավելելով, որ այլընտրանքային բուժ հետազոտությունների միջոցներ չունեցող տղաների առողջական վիճակի գնահատումը փաստացի սահմանափակվում է հանձնաժողովի որոշմամբ։ Մեկ սխալ բժշկական որոշում զորակոչ եւ մի ամբողջ կյանք կարող է փոխվել։ Երբ առողջական խնդիրները ճիշտ ժամանակին, ճիշտ գնահատականի չեն արժանանում կամ որ ավելի վատ է անտեսվում են, կարող են ունենալ նույնիսկ անդառնալի հետևանքներ, եւ սա չի կարող լինել միայն մեկ ընտանիքի խնդիրը, իսկ հարցը, թե արդյոք հնարավոր էր սա կանխել, շատ հաճախ հնչում է ավելի ուշ։ Եթե սխալ առողջական վիճակի հետազոտման արդյունքում կայացվի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանիության մասին որոշում, առողջական խնդիրը կարող է բավականին շատ խորանալ եւ ավելի ուժեղ դրսևորվել զինվորական ծառայության ընթացքում ընդհուպ մինչև մահվան դեպքերը։ Մի կողմից բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամկետն է կրճատվում, մյուս կողմից սեղմվում է նույն զինծառայության հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը։ Պաշտպանության նախարարն ամիսներ առաջ ասում էր բանակային 2 տարին 1.5 դարձնելով զինանձնակազմի խնդիր ոչ միայն տարիներ անց չենք ունենալու, այլև արդեն հիմա չունենք։ Մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը
ամրապնդվի։ Պապիկյանն այստեղ նկատի էր առնում պաշտպան հայրենիաց ծրագիրը, որի դիմումատուների թվաքանակն էր ըստ նրա ծածկելու պակասող զին անձնակազմի հնարավոր խնդիրը, ինչի մասին ահազանգում էին փորձագետները, բայց ամիսներ անց էլ մասնագետներն իրենց կարծիքին են, պաշտոնական պարզաբանումները չեն համոզել նրանց։ Հիմա նաև հիմնավորումների շարքին ավելացնում են հենց ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի կրճատումը։ Հակասական որոշումները։ Պարզ տրամաբանություն հուշում է, եթե դու կրճատում ես ծառայության ժամկետը, սա նշանակում է, որ Հայաստանում ըստ Փաշինյանի պատերազմ չկա ու խաղաղություն է։ Այդ հիվանդությունների ցանկը եթե ազատվելու կրճատում ես, սա նշանակում է, որ նրանք, ովքեր որ որոշակի առողջական խնդիրներ ունեն, իրենց կարող են զորակոչել, բայց այդ դեպքում մենք պատերազմի մեջ չենք։ Այսինքն մի կողմից եթե պատերազմի մեջ չես, տրամաբանորեն կրճատում ես պարտադիր ժամկետային ծառայողների ծառայության ժամկետ, բայց մյուս կողմից էլ ցանկն ես կրճատում, որպեսզի քանակ ապահովես։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որի մասին Սուրյանկյան հետ զրույցում մատնանշեց մեզ ահազանգած քաղաքացին։ Մինչև այս պահը չգիտեմ ինչ են որոշելու վերջը։ Ըստ ռազմական փորձագետի, այստեղ եւս պատահականություններ չկան։ Առնվազն 2 հանձնաժողով են անցնում։ Իսկ դա ամիսների գործընթաց է։ Հիմա հարց, այդ ամիսների գործընթացը 2 օրում են անում։ Մասնագետի դիտարկմամբ այստեղ կարող է աշխատել հետևյալ սկզբունքը՝ բողոքարկման հավելյալ հնարավորությունից զրկելու նկատառումներով ծառայության մեկնելու մասին վերջնական ծանուցումը զինակոչիկին հանձնվի միայն վերջին պահին։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Մայրաքաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման հարցը միշտ էլ ակտուալ է եղել։ Ինչու՞։ Որովհետև նման շինություններ շատ կան, մեծ է նաև դրանք սեփականաշնորհելու ցանկություն հայտնողների թիվը։ Եվ խորհրդարանը վերջերս օրենքների մի շարք նախագծեր ընդունեց, որոնցով սահմանվում է, որ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնական որոշ շինություններ կարող են օրինականացվել։ Բայց սեփականաշնորհելու ցանկություն ունեցողները չպետք է ցնցան, որովհետև այդ գործընթացը ընթանալու է որոշակի վերապահումներով։ Ասեմ թե ինչ նկատի ունեմ։ Նախ այդ կառույցները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշերի։ Բացի այդ, կառույցի սեփականատերը տարատեսակ վճարումներից զատ պետք է վճարի ուշադրություն 100 միլիոն դրամի չափով պետտուրք։ Եվ վերջապես գնահատվելու է, թե արդյոք տվյալ կառույցի օրինականացումը չի խաթարում հարևանների օրինական շահերը։ Ասենք, եթե որևէ մեկը շինություն է կառուցել փակելով փողոցը, չի կարող 100 միլիոն վճարելով այն օրինականացնել։ Բայց մեր խմբագրություն զանգերի մեծ մասն առնչվում էր հարցին, թե ինչու է սեփականաշնորհվելու համար սահմանվել 100 միլիոն դրամ պետտուրք։ Պատասխանը մեկն է, որպեսզի օրինականացումը չդառնա մասսայական եւ մարդիկ հասկանան, որ համայնքային հողի վրա ապօրինի շինություն կառուցելը տնտեսապես ձեռնտու չէ։ Սա էլ իր արդեն նշանակում է, որ միայն խոշոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող կառույցների օրինականացումը իմաստ կունենա։ Խաղի նոր կանոններ են գծվել նաև բակերում, շենքերի կտուրներին, կանաչապատ տարածքներում ապօրինի շինություններ կառուցածների համար։ Ըստ այդմ, եթե ապօրինի շինությունը գտնվում է համայնքային հողի կամ շենքի ընդհանուր տարածքի վրա, քաղաքապետարանը իրավունք ունի անմիջապես կայացնել քանդման որոշում, շրջանցելով երկարատև վարչական քննությունները։ Մի խոսքով, նոր իրողություններ, որոնց հնարավորինս շուտ տեղեկանալը անելիքների պլանավորման տեսանկյունից չափազանց կարևոր է։ Իսկ տեղեկացնողը Արմեն Աթալյանն է։ Այժմ նրա անխոհեմության վերջը տեսանյութը։ Ինչ ասոցիացիաներ են առաջանում, երբ հիշում եք 90-ականները։ Էմոցիաների մի ամբողջ գունապնակ, էլ ցուրտումուտ տարիներ, էլ հաղթանակ Արցախում, գործարանների վայրենի սեփականաշնորհում, անկանոն առևտուր քաղաքներում, անկանոն շինարարություն, էլի հիմնականում քաղաքներում, մայրաքաղաքում, որպես կանոն պետական հողի վրա, որը հետագային որոշ դեպքերում դառնում էր սեփական։ Եթե այնուամենայնիվ ավտոտնակի կամ կրպակի կամ էլ ասենք նախկինում կառուցված ու հետին թվով օրինականացված ինքնակամ շինության տերեք ու այն կառուցված է պետությանը պատկանող հողատարածքում, ապա մեծ է հավանականությունը, որ այն կարող է քանդվել։ Քաղաքապետարանը այդ process-ը սկսել է բոլոր վարչական շրջաններում, այդ թվում մեր զրուցակցի Բաքում։ Օրենքով սա սեփականաշնորհման թղթով, կադաստրով, բանով ամեն ինչը օրինական, քարից գարաժը սարքել եմ ու ինձ այդ հողի վարձակալման թուղթը տվել են, որ մինչև 2030 թվականը այդ հողը կարող եմ օգտագործեմ։ Ու նենց է պայմանագիրը, որ ես 2030 թվից հետո կարամ նորից երկարաձգեմ այդ
վարձակալության բանը։ Ավտոտնակը, որը կառուցել է երկար տարիներ առաջ, այնուհետև սեփականաշնորհել ու գրանցել կադաստրի կոմիտեում, շուտով հավանաբար կդադարի գոյություն ունենա։ Ամենայն դեպս դրա մասին է գուժում վերջերս ստացած պաշտոնական ծանոթագիրը։ Նամակ եկավ, որ այդ գարաժս ենթակա է քանդման, ինչ որ այդտեղ օրեն գրե, որ կամ դու պետքա քանդես, կամ մենք պետքա գանք քանդենք։ Չի ասում, ախպեր, լավ, ես գարաժս քանդեցին, էլի քանդեն, թող քանդեն։ Եթե բարեկարգման համար է, թող քանդեն։ Լավ, ես իմ մեքենան որտեղ եմ կանգնացնելու։ Ազգային ժողովը ոչ վաղ անցյալում ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի շնորհիվ Երևանի ավականին կարողանալու է պարզեցված ընթացակարգով ինքնակամ շինությունների քանդման մասով որոշումներ կայացնել։ Դատարաններում հացը վիճարկող մարդիկ այլևս չեն կարողանալու խոչընդոտել սկսված գործընթացին։ Ինքնակամ կառույցը քանդելու որոշման դեմ դատական հայցն ի զորու չէ կասեցնելու դրա կատարումը։ Այստեղ սակայն կա խնդիր, իրավական խնդիր, ասում են իրավաբանները։ Քաղաքապետարանը չպետք է պարզապես հողի վարձակալության դադարեցման մասին որոշումն ուղարկի կառույցի սեփականատիրոջը։ Մենք ուրեմն երկու անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետին, խնդրել ենք տրամադրել հաստատված ինչ-որ մի նախագիծ կամ հատակագիծ այդ բակի վերանորոգման կամ վերակառուցման, որպեսզի հասկանանք արդյոք դա ինչ-որ ձևով խանգարում է կամ առնչություն ունի այդ մարդու ավտոտնակի հետ, թե ոչ։ Փաստաբանը պատմում է իր վստահորդի գործի մասին, որը նման է մեր նախորդ հերոսի պատմությանը։ Նորից սեփականաշնորհված ավտոտնակ, նորից վարձակալված պետական հող, նորից քանդման որոշում։ Գրել են, որ այնտեղ շինարարություն իրականացնող աշխատողներից դուք կարող եք ճշտել եւ իրենք ձեզ այդ նախագիծը կտրամադրեն։ Հարցրել ենք բանվորներին, իրենք ասում են մենք ոչ մի տենց փաստաթուղթ չունենք։ Պրարաբը գալիս է, ինչ հանձնարարում է, մենք դա էլ անում ենք։ Մարդիկ փորձել են քաղաքապետարանում որոշում կայացնող օղակների հետ կապի դուրս գալ, խոսել, հարցեր ուղղել, միանգամայն անօգուտ, ոչինչ չի ստացվել։ Այլ հող տրամադրեք, այլ պայմանագիր կնքեք այդ մարդու հետ, ինքը իր ավտոտնակը իր միջոցներով տեղափոխի այլ հողատարածք։ Իրենք չտվեցին հստակ պատասխան, ասացին հետագայում դրան կանդրադառնանք, մեկ էլ հենց այդ ծանուցման լրացման օրը մարդը պատուհանից տեսնում է, որ ոստիկաններով, բանվորներով, բուլդոզերներով եկել են ու իր ավտոտնակը քանդում են։ Արդեն գործողության ավարտից հետո մարդը դիմում է վարչական դատարան եւ պահանջում ոչ իրավաչափ ճանաչել քաղաքապետարանի գործողությունները, քանի որ վարչական մարմինը քաղաքացուն զրկել է իր գույքի վերաբերյալ սեփական դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։ Երևանի քաղաքապետարանը ինչ-որ հիմնավորումներ, փաստաթղթեր էին ներկայացել դատարան, դա համոզիչ չեղավ դատարանի համար եւ մեր հայցը բավարարվեց, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Երևանի քաղաքապետարանի գործողությունները, հետո մեր ոնց որ երկրորդ քայլը նա պետք է լինի, որ արդեն գույքային հայց ներկայացնենք ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Հարցն այստեղ միայն ավտոտնակը չէ, մարդկանց մոտ մնում են հարցեր կապված նման որոշումների կայացման տրամաբանության հետ։ Եթե պատտվեք բարեկարգված բակերով, ապա կտեսնեք ավտոտնակներ, այսինքն մարդկանց մոտ հարց է առաջանում, արդյոք մյուսների արյունն ավելի կարմիր է, թե կան ինչ-որ այլ պատճառներ, որ քանդման որոշումը մի մասի վրա տարածվել է, մյուսների վրա ոչ։ 3 գարաժը քանդում են, այն 6 գարաժը թողում են։ Էական չի թե գարաժների քանակ, գնամ բողոքեմ, չգիտեմ, դատարանները դիմեմ, ինչ անեմ, ոնց որ հարևանիս էլ եմ վատություն անում, որտեվ ոնց որ Իրանը չեն քանդում, ոնց որ ես զորովի գնամ ասեմ իրանցը բախի չեք քանդում, էդ էլ սիրուն չի ստացվում։ Եթե անում եք, բոլորինը համատարած նույն ձևի արեք, ինչ եք կեսը քանդում, կեսը չեք թողում։ Իրականում օրենսդրությունն այս մասով շատ հստակ սահմանումներ ունի։ Ասում է, կոպիտ ասած, վարչական մարմին, դու պետք է բոլորին նույն աչքով նայես։ Եթե վարչական մարմինը որևէ գործով, որևէ դեպքով ցուցաբերել է որոշակի մոտեցում, մնացած նույնական փաստական հանգամանքներ ունեցող բոլոր գործերով պարտավոր է, ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ցուցաբերի նույնական միատեսակ մոտեցում։ Այդտեղ չի կարող վարչական մարմինը չի կարող ասի մեկինը քանդում եմ, մեկինը չեմ քանդում։ Եթե նույնական են, երկուսն են, նույն բանն են, նույն հիմքերով է տրված, երկուսին էլ ենթակա է քանդման կամ երկուսին էլ չքանդման։ Օրինակ, ինչ որ մեկի կրպակը կամ ավտոտնակը քանդում են, քանի որ վարձակալած հողի վրա է, մյուսինը սեփական հողի վրա է եւ դրանից հեռու են մնում։ Բայց որպես կանոն, բոլորն էլ ժամանակին դիմել են հողի սեփականաշնորհման համար։ Մեկին վաճառել են, մյուսին ոչ։ Սրանով ինչ որ մեկը ինքնական կառույցը օրինականացնում ու դասնում է քաղաքապետարանի որոշումների դեմ անխոցելի, մյուսն էլ սպասում է հնարավոր քանդման վերաբերյալ ծանոթագրերին։ Ներկայացվել է վարչական մարմին փաստաթղթերի փաթեթ,
ձևական մի պահանջ կա, թե ձևական ինչ որ մի հատ աննշան ու ոչ էական է ըստ էության։ Դրա համար մերժում ենք, դու չես կարող, այդ ձևական պահանջի շտկման հնարավորություն տուր մարդուն։ Խորհրդարանի կողմից վերջերս ընդունվել է ինքնակամ շինություններին վերաբերող մեկ այլ օրինագիծ ևս։ Դրանով ինքնակամ շինությունները օրինականացնելու հնարավորություն է տրվում։ Երևանում եւ մոտ համայնքներում ուղղակի դրա համար անհրաժեշտ է վճարել 100 միլիոն դրամ, մարզերում 50 միլիոն դրամ տուրք։ Պետությունը նախապես ինքնակամ օբյեկտները գրանցելու է հատուկ ցուցակում, հետո ֆիլտրելու է ու օրինականացման հնարավորություն է տալու միայն որոշակի նորմերին համապատասխանողներին։ Բոլոր այն դեպքերը, որոնք որ ապահովում են աշխատատեղեր, որոնք որ ապահովում են որոշակի հետաքրքրություն ոչ միայն իրենց համար, այսինքն ինքնակամ կառույցը կառուցած անձի համար, այլ նաև այլ սուբյեկտների համար, միանշանակ կարող են անցնել այս process-ով, հավաքագրել փաստաթղթերը եւ դիմել, որպեսզի հնարավորություն ունենան ներառվեն կառավարության որոշման ցանկում։ Եթե այնպես ստացվեց, որ ինչ որ մեկի բնակելի շինությունը ներառվեց օրինականացման ենթակա ցանկում, մյուսինը ոչ, ինքը հասարակության մոտ հարցեր է առաջացնելու ու այդտեղ կարող է անգամ դատական վեճեր սկսել։ Եթե այնպես եղավ, որ նույն կատեգորիայի մի շինությունը վերջը դրական լուծում ստացավ, մեկը չեղավ, մենք այդտեղ լիքը հարցեր ենք ունենալու։ Այս թեմայի մեծագույն խնդիրը արդարությունն է, նշում են իրավաբանները։ Քաղաքացին պետք է հստակ ֆիքսի, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են եւ որոշումները տարածվում են բոլորի վրա, բայց հենց կենտրոնական այգիներում եւ բակերում գոյություն ունեցող սրճարանները, կրպակները եւ ավտոտնակները ցույց են տալիս, որ վարչական համակարգի ուժը պատում է քաղաքացիների մի մասի վրա միայն։ Արմեն Աթալյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Կարծնեք, բայց ինչ է եղել պայստում, որ կրակը տարածվել է լույսի արագությամբ։ Ներքնակներ, ժողովուրդ ջան, ներքնակներ։ Կարող ենք հանգիստ ասել, որ մեկ վիրավորի արկայությունը բախտի հարց է։ Հենա տեսնում եք, որ տասնյակ մետրներ շառավղով ինչ ասես գետնին թափված չէ։ Քանի որ իրոք լիքը վիրավոր կար, զերծ կմնան պատճառների վերաբերյալ վարկածներ առաջ քաշելուց, իսկ վիրավորները ուշադրություն 9 էին։ Երիտասարդ տղա, ով ինչպես հետո պետք է պարզվեր, եկել էր այցելելու հարազատի գերեզմանին։ Չեն սխալվում, որովհետև մինչ ժամաներ Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը հիվանդանոցից ազանգ ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Արգելակում չկա ոնց որ։ Այդ օրը 46-ամյա վարորդի ծննդյան օրն է եղել, այսինքն մարդը ծնվեց եւ մահացավ նույն օրը։ Իսկ եկեք, որ համարվա շոկ եղանակը անմիջական ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա։ Մասնավորապես մարդկանց մոտ ավելանում է դյուրագրգռությունը, ագրեսիան, ավելի հաճախ են նյարդայնանում, անամպեր դառնում եւ ավելի դժվար են կառավարում հույզերը։ Ու եթե ավելում ենք փաստը, որ շոկ եղանակը առաջացնում է կենտրոնացման դժվարություն, հոգնածություն եւ ընկճված տրամադրություն, պարզ է դառնում, թե ինչու են հատկապես թեժ ամռանը ավելանում ավտովթարներն ու դժբախտ պատահարները։ Ներկայացվող տեսանյութում անդրադառնալու ենք միջպետական մարզային ճանապարհներին վարորդների կողմից թույլ տրվող ամենատարածված խախտումներից մեկին՝ հանդիպակաց դուրս գալուն։ Հիշում եք, չէ՞, թե ինչ հետևանքներ է ունենում շոկ եղանակը։ Դյուրագրգիռ ու անամպեր վարորդները չեն կարողանում մի որոշ ժամանակ ընթանալ, օրինակ բեռնատարի հետևից ու առանց համապատասխան տեսադաշտի փորձում են վազանց կատարել։ Այս երևույթը այլ կերպ, քան ինքնասպանություն չես անվանի։ Նման երկու խախտման հետևանքով մահացավ ուշադրություն 4 մարդ։ Ընդ որում մահացածներից մեկը այդ օրը նշել է նաև ծննդյան տոնը։ Հարգելի վարորդներ, ամառվա թեժ սեզոնը նոր է սկսվել, ու եթե չեք ուզում հարստացնել ավտովթարների ու արտակարգ պատահարների առանց այն էլ հարուստ վիճակագրությունը, հիշեք շոկ եղանակի բացասական ազդեցության մասին ու ներկայացվելիք պատմություններից դասեր քաղեք։ Շոկը նաև հրդեհային վտանգներ է ստեղծում։ Չոր եղանակին բավական է անզգույշ մի գործողություն եւ կարող է տեղի ունենալ այն, ինչ կատարվեց Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի փողոցներից մեկում գտնվող պայստում։ Տասնյակ հրշեջներ ու քաղաքացիներ մի տևական ժամանակ չէին կարողանում մարել կրակը։ Արդյունքում 150 քառակուսի մետր տարածքում ներքնակի մոտ 200 խորանարդ մետր հում քայլվեց։ Հուսանք, որ կլորի գումար կորցնելու փաստը կստիպի պայստի տերերին հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային անվտանգության վրա ու ոչ միայն նրանց։ Անցած օրի քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անվերջ ափսոսանք տեսանյութում։
Այ ժողովուրդ ջան, ինչ ասես լսել ենք, բայց որ մարդը այցելի իր հարազատի գերեզման ու ինքն էլ մահանա կամ իր ծննդյան օրը դառնա նաև մահվան օր, ամեն օր չէ, որ կլսես։ Այո, այս ազգի ամեն մի օրը սև գծով է նշմարվում ու էլի առիթ ունեցել ենք ասելու։ Այս ամբողջի մեջ ամենասարսափելին այն է, որ դադարել ենք զարմանալ։ Ամեն մի նման պատահար նախկինում մեծ հնչեղություն էր առաջացնում, բայց հիմա մարդիկ ասում են, մի մա ավելի, մի մա պակաս, այո, սարսափելի է նաև, որ այս ամենի վերջը չի երևում, ընդհակառակը գնալով շատանում է այն մարդկանց թիվը, որոնք դադարում են արժևորել սեփական կյանքը։ Բայց մինչև կանդրադառնամ նշածս դեպքերին, խոսենք մի շարք դժբախտ պատահարների, մասնավորապես Արմավիրի մարզում, իսկ ավելի ստույգ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում տեղի ունեցածի մասին։ Երբ ազանգողը ասեց, թե Շամշան խոշոր հրդեհ պահեստներից մեկում ու պաժարնի է, որ գալիս է, ինձ մտածեցի, որ խոսքերի հավաստիության լավագույն ապացույցը այն կլինի, որ դեպքի վայր գնալիս հեռվից հեռու նկատեմ ծուխը։ Փաստորեն ազանգողը ճիշտ էր։ 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև տեղի աշխատակիցները մի տևական ժամանակ պայքարել են կրակի լեզուների դեմ, իսկ կրակը ականատեսների վկայությամբ շատ արագ է տարածվել։ Կհարցնեք, բայց ինչ է եղել պահեստում, որ կրակը տարածվել է լույսի արագությամբ։ Ներքնակներ, ժողովուրդ ջան, ներքնակներ, ավելի ճիշտ մոտ 150 քառակուսի մետր ծածկի տակ 200 խորանարդ մետր ներքնակի հումք է այրվել։ Ձախորդ պանոս, տար։ Ու քանի որ դեպքի վայրում էր նաև շտաբօգնության հերթապահ մոտս հարց առաջացավ, ինչ որ գործուն աջակցություն, ինչ որ մեկին ցուցաբերել են, թե ոչ, պարզվեց, որ ոչ, բարեբախտաբար ոչ, այդ միակ դրական փաստն էր, այս ամեն ինչի մեջ, այս արտադրամասի տերերը հիմա կհասկանան, թե ինչ գին է ունենում հրդեհային անվտանգության կանոնների անտեսումը, նկատի ունեմ մի կլորի գումարը, որը կարող են ծախսել հանգստի նպատակով, բայց անհանգիստ հոգալու են սեփական վնասները։ Արմավիրի Բաղրամյան համայնքից տեղափոխվենք Լոռու Վանաձոր քաղաք։ Ամեն անգամ ստեղ հասնելիս մտքիս է գալիս հայտնի երգի բառերը՝ Վանաձոր, Վանաձոր, քեզ եմ ես սիրում։ Էլի որ սիրում եմ, բայց չեմ սիրում, եթե այստեղ հասնում են մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով։ Հեսա խնդրեմ, օրը ցերեկով պայթուն բենզալացակայանում, ընդ որում ի տարբերություն նախորդ դեպքի այս անգամ տուժացել կար։ Սա այն դեպքն է, երբ կարող ենք հանգիստ ասել, որ մեկ վիրավորի արկայությունը բախտի հարց է։ Հենա տեսնում եք, որ տասնյակ մետրներ շառավղով ինչ ասես գետնին թափված չէ։ Իսկ դա նշանակում է, որ պայթունը բավականին ուժգին է եղել։ Իսկ որքան ուժգին լինի պայթունը, այնքան զոհ ունենալու հավանականությունը մեծ կլինի։ Բայց արի ու տես, որ պայթունի հետևանքով Վանաձոր բժշկական կենտրոն էր տեղափոխվել ընդամենը մեկ մարդ, ընդ որում ըստ ականատեսների Վանաձորի շտաբօգնության բժիշկների արագ ու հմուտ աշխատանքի շնորհիվ վիճակը վատ չէր։ Դենեք ժողովուրդ այլի։ Արի եկեք ժողովուրդ։ Էս էլ պայթունի հետևանքով վնասված մեքենան է։ Երևում է, որ պայթունի ալիքը կոտրել է մեքենայի ապակիները։ Հարցիս, թե արդյոք վիրավորն այս մեքենայում է եղել, նորմալ պատասխան չստացա։ Ավելի շուտ տեսակետները հակասական էին, իսկ այ վնասների ծավալների մասով հակասական տեսակետ չկար։ Բոլորը համակարծիքի էին, որ բենզալացականի տերը կամ տերերը որոշ ժամանակ ստացված շահույթը չեն կարողանալու օգտագործել իրենց հաճույքների համար։
Մի խնդրում եմ այս երկու մեքենաներին նայեք։ Մեկը նախորդ կյանքում կոչվել է Audi, մյուսը Lada։ Տեսնում եք, թե որ մասերում են հիմնական վնասվածքները ստացել։ Ճիշտ է, արջևի, ինչը հուշում է, որ գործ ունենք ճակատային հերթական բախման հետ։ Այս անգամ Գեղարքունիքի մարզի Սևան Զովաբեր ճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ ենք եւ հասել ենք, որպեսի անձամբ համոզվենք ահազանգողի Շամշան, ստեղ լիքը վիրավորներ կան, ասացի ճշմարտացիության մեջ։ Դրա համար եմ բայց հետքն այլ կարևորը, որ ավտոտեխնիկական հեսա։ Ճիշտ է։ Սովորաբար հենց այս հետքերի միջոցով են իրավապանները պարզում կատարվածի պատճառները։ Չեմ ուզում խորանալ դրանց մեջ, որովհետև ստեղ իրոք մանրամասն մասնագիտական գիտելիքներ են պետք։ Նենց չի, որ չունենք։ Այսքան տարիների փորձս հաստատ հենց ընենց չի անցել, բայց քանի որ իրոք լիքը վիրավոր կար, զերծ կմնամ պատճառների վերաբերյալ վարկածներ առաջ քաշելուց։ Իսկ վիրավորները ուշադրություն 9 էին, ընդ որում նրանցից 3-ը անչափահաս։ Բոլորին էլ տեղափոխել են Սևան բժշկական կենտրոն։ Հուսամ առանց զոհեր կպրծնենք, բայց երկու մեքենաների վարորդներն էլ պետքա կատարվածից մի պարզ հետևություն անեն։ Ինչ ուզում ա լինի, ձեր երթևեկելի գոտուց ու հատկապես նեղ ճանապարհներին մի շեղվեք։ Չենք հեռանում Գեղարքունիքի մարզից ու փորձում ենք հասկանալ, թե ինչ են անում այսքան իրավապահ գերեզմանոցում։ Կարծնեք, որ գերեզմանոցն է Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանոցն է։ Հենց այստեղից են Սևանի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացել։ Կայանված ավտոմեքենայում դի է հայտնաբերվել։ Տեղում արդեն պարզվում է, որ ավտոմեքենան Ford Fusion է, երիտասարդ տղա, ով ինչպես հետո պետք է պարզվեր, եկել էր այցելելու հարազատի գերեզմանին։ Լավ, բայց ինչ կարող է եղած լինի դրանից հետո ռետորական հարց դրեցի իրավապաների առաջ։ Ինչպես կանխատեսում է, ստույգ պատասխան չստացա։ Միայն տեղեկացա, որ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն հատկանիշներով։ Բայց մի շտապեք, հապճեպ եզրահանգումներ անել։ Սովորաբար նման դեպքերում հենց սպանություն հատկանիշներով էլ նախաձեռնվում է քրեական վարույթը։ Հետո, երբ քննիչները սկսում են աստիճանաբար մոտենալ իրականությանը, գործը վերավորակավորում են։ Չգիտեմ, թե ինչ կլինի այս դեպքում, բայց եթե պարզվի, որ երիտասարդը հանկարծամա է եղել, կարելի է եզրակացնել, թե մահացած բարեկամը ինչ մեծ դեր ու դերակատարություն է ունեցել երիտասարդի կյանքում։ Որոշ ժամանակ անց տեղեկացա, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Սա էլ արդեն Արագածոտի մարզում ենք, Մուղնի գյուղի վարչական տարածքում։ Ժամը 23-ի սահմաններում, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Chevrolet-ն ու Opel-ը։ Հաստատ պետք չէ մարգարե լինել, հասկանալու, որ բախումը ճակատային է եղել, ինչը նշանակում է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Բայց նկատեցիք չէ, որ ճակատային բախման արդեն երկրորդ դեպքն ենք ներկայացնում ու դա զարմանալու չէ։ Հատկապես միջհամայնքային ճանապարհներին ու մայրուղիներում այս խախտումը ամենատարածվածներից է։ Թե հատկապես որ մեքենայի վարորդին իր երթևեկելի գոտին նեղ է թվացել, կդժվարանամ ասել, բայց որ դրա հետևանքով 7 հոգի տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն, փաստ է։ Այս պատմության մեջ ինձ համար ամենագոհացուցիչ փաստն է, որ կրկին համոզվեցի, որ մարդկությունը չի վերացել։ Նկատի ունեմ հանգամանքը, որ տուժածներին մեծ ու արագ օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող բենզագազալցակայանների աշխատակիցները։ Ապրեք, տղեր ջան։ Արգելակում չկա ոնց որ։ Հետագից։ Հետագից չի, բայց 5-ից է։ Գիտենք, տեսնում ենք, հենց դա ենք ասում էլի, ինչևէ,
Ականատեսներից հետաքրքրվեցի, թե ինչ վիճակում էին տուժածները։ Պատասխանեցին, որ մի քանիսի վիճակը ծանր էր, չեն սխալվում, որովհետև մինչ կժամաներ Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը հիվանդանոցից ազանգ ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նայելով մեքենաներին, այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել, պարոնայք վարորդներ, երբ հաջորդ անգամ առանց համապատասխան տեսադաշտի նա свой страх и риск կփորձեք արջևի մեքենային աբգոն անել, հիշեք այս կադրերն ու ցավալի պատմությունը։ Եվ վերջում ընտանեկան հերթական ողբերգության մասին, ժողովուրդ ջան, էլի կասեք, թե Շամշան, հեսա կսկսես էլի խոսել ռուսական արտադրության մեքենաների անվտանգային վատ կողմերի մասին։ Հա, կսկսեմ։ Իսկ դուք իմ տեղը նույնը չէիք անի, էս ինչի է էլի նման։ Ընդամենը ժեշտի մի կույտ, որը իբր մեքենա է կոչվում։ Դե հիմա պատկերացրեք, որ այս վիճակին հասնելու պահին ներսում մարդիկ են գտնվել։ Գյումրի Արտենի ճանապարհի Գետապ գյուղի վարչական տարածքում ենք, որտեղ ժամը 17:40-ի սահմաններում իրար էին բախվել Volvo Magnish-ի բեռնատարն ու VAZ 21099, ինչի հետևանքով երկու մեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը նաև կողաշրջվել։ Թե ինչն է եղել վթարի պատճառը, խնդրում եմ մի հարցրեք, որովհետև բավականին պատասխանատու է նման դաժան վիճակագրություն ունեցող վթարի պատճառների մասին կարծիք հայտնել։ Հեսա ասեմ, թե ինչ նկատի ունեմ դաժան վիճակագրություն ասելով։ Վթարի հետևանքով ուշադրություն։ 3 հոգի տեղում մահացել էր։ Նրանց մարմինները ռուսական արտադրության մեքենայից Թալինի փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Պարզեցի, որ Volvo-ն վարել է 41-ամյա Բաբկեն Պողոսյանը, իսկ VAZ 21099-ը 46-ամյա Հակոբ Մանուկյանը։ Վթարի հետևանքով մահացել էին Վարորդ Մանուկյանը, նրա ուղևորներ 15-ամյա Հակոբ Մանուկյանը և 70-ամյա Վահարշակ Մալխասյանը։ Պարզեցի նաև, որ այդ օրը 46-ամյա Վարորդի ծննդյան օրն է եղել, այսինքն մարդը ծնվեց և մահացավ նույն օրը։ Աստված իմ, ինչի է ճակատագիրն այդքան անգութ որոշ մարդկանց նկատմամբ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հուլիսի 19-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, Հայ ազգին։